Կարշահոտ է գալիս։ Պուրեսի ավտոկայանն է, որ ասում էին իդեալական մաքրելու։ Հեսա դիտավորից կեղտը դուրս է գալի լեզ։ Փուֆ։ Շաշած ես խոզանոցները։ Ինչքան վաղ է այս վիճակն է։ Երկու տարի նույն վիճակն է։ Քեստան օրենը վառավ բողոքելով։ Երկու տարի էս վիճակն անում տա։ Կարշահոտ օսի Բարակ է, բարակ թույլ։ Դան օրենը վառավ բողոքելով։ Հիմա մի քիչ անձրև է գալիս է։ վիոլա ջուրը պետք է անի։ Գալիս են բանը, մի հատ պրովոդ կողում են մեջը, մի քիչ սպասում են, հետո նորից են բادنություն։ Դրոնը վառավ բողոքելով։ Արավը դարգուս դեր շնչում է։ Ո՞վ է լսողը։ Չհաշված զույրեր են գալիս։ Հա։ Տուրիզմ են զարգացնում։ Էսի Չէ, տուրիզմ են զարգացնում։ Հանրապետության դեմքն է։ Հա, ճիշտ է։ Այրեպորտից հետո է սա։ Հա, դեմքն է։ Հոտը խեղդում է։ Քեստում են, սաղոտ են, բալ դագու։ Բալի սախտե։ Հեռան կասել, ապա զանգում ես ոչ մի բան։ Ստից երեք եկան, ես ինչ որ Վիոլան, չէ, ստից։ Զանգի անպատվել եմ, ասում։ Լավ է սարը։ Իմ արել։ Լավ է սարը։ Լամպատվելը փառք է։ Կենտրոնական ավտոկանի վիճակ, այս։ Ես հիմա ժողովրդի բերան եմ։ Minute. Մայիսի 1-ն է։ Գիտեք, այսօր նշվում է աշխատավորի օրը։ Այն աշխատավորի, ով անապատորա հացը վաստակում է մեծ դժվարությամբ կյանքի գնով, այն աշխատավորի, ով նաև երթևեկում է միջհամայնքային տրանսպորտով։ Այս պայն գտնվում ենք Երևանի սրտում, ժողովրդին հայտնի Կիլիկիայի ավտոկայանում, որտեղ տևական ժամանակ է տիրում է գարշահոտ վիճակ, հակասանիտարական վիճակ ու պատճառը տեսնում եք դիտահորից դուրս թափվող կեղտաջուրն է, կոյուղու ողջ պարունակությամբ։ Քաղաքացիները նշում էին, որ բազմաթիվ անգամներ դիմել են վիոլա ջուր, սակայն ոչ մի արդյունք։ Այս պահին հոտը ոչ միայն խեղդում է, այլ անգամ զբոսաշրջիկներ կան, որոնք գալիս են այստեղով գնան իրենց ուզածտեղը, ինչ ասես չէին ասում։ Մի րոպե, ինչ ասես չէին ասում։ Ամբողջ տարածքը գարշահոտ վիճակ է։ Ընդհանրապես օդանավականից հետո ավտոկայարանն է,
համարվում Երևանի դեմքը, իսկ հիմա պարոն Ավինյան, դուք որպես Երևանի քաղաքապետ ինչ գնահատական կտաք այս արատավոր, կարելի ասել հենց արատավոր երևույթին։ Ավտոկայան, որտեղ կարելի ասել գարշահոտ, որտեղ կարելի ասել ստեղծվում է մինի նուբարաշենի աղբավայր։ Ամբողջ տեսնում եք տարածքը, չեմ զլանա այդ բառը ասել, տիրում է խոզանոց վիճակ, տեսնում եք, ասում եք զբոսաշրջիկները բարձր են գնահատում Երևանի մաքրությունը, Երևանի անվտանգությունը, այն որ աշխարհում իրոք Երևանը համարվում է ամենաանվտանգ վայրերից մեկը, մայրաքաղաքներից մեկը, բայց որ Երևանի սրտում, Երևանի կենտրոնում ժողովրդին հայտնի Կիլիկիայի ավտոկայանում նման հակասանիտարական վիճակ է, դրա պատասխանատուն ինձ թվում է եւ Երևանի քաղաքապետարանն է, եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է, եթե սա կենտրոնին է կամ մալացիայինը, եւ թիվ 1 կարելի ասել ոնց որ քիչ առաջ նշում էին մարդիկ պորտաբույցը վիոլա ջուրն է։ Ամբողջ տարածքը տեսնում եք գարշահոտ հակասանիտարական վիճակ է։ Սա էլ Երևանի սրտում։ Ավտոկայանը սովետական տարիներին հայտնի ավտոկայանն է եւ այստեղ աշխատող տարեց մարդիկ նշում են, որ միայն երբ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարը Ջեներալ Սանոսյանն էր, այդ ժամանակ էր, որ նույնիսկ ասում են ամիսը 1-2 անգամ Ջեներալ Սանոսյանը անակնկալ ժամանում էր ավտոկայան, ստուգում էր, հետևում էր, որպեսզի նման խոզանոց պատկեր չլինի։ Հիմա տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդատյան, լավ կլինի, որպեսզի դուք էլ պարոն նախարար, նախին նախարար Ջեներալ Սանոսյանի օրինակով 1-2 անգամ այցելեք եւ պարտավորեցնեք վիոլա ջրին, որպեսզի այս կեղտոտ վիճակը վերացնի։ Հակառակ դեպքում զբոսաշրջիկները վատ հուշերով կմեկնեն իրենց երկրներ։ Մարզերից բոլոր տրանսպորտային միջոցները գալիս են այստեղ։ Կեղտա ջրի միջով են մեքենաները երթևեկում։ Մարդիկ
Այդ էս մարդը։ Կերտաջրի միջով էս է գնում, ինչ անում։ Բալիս։ Հոտը սպանում է։ Բա ինչ ես մի շաբաթ ես վիճակը։ Ոչ թե կա ոչ։ Գոնե մաքրեն արա ավտոկայանն է։ Սաղ տուրիստները ստեղ են գալիս, գնում ռայոններից խեղ ժողովուրդը հոգնած գնում է տուն։ Խոզամուց է։ Ասում են Եվրոպա ենք մտնում։ Այս տեսակ պետք է Եվրոպա մտնեք, ավելավա չմտնեք։ Եվրոպայում սենց բան կլներ, բա